Երևանի քաղաքապետարանն այսուհետ հրապարակելու է այն կառուցապատողների անունները, որոնք ամենաշատն են խախտում շինարարական նորմերը։ Փոշեկլանիչ ցանցեր չեն տեղադրում ու այդպիսով աղտոտում են քաղաքի օդը։ Երևանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ պարբերաբար զեկուցվում է այդ ոլորտում կիրառված տուգանքների մասին։ Այժմ արդեն անուններ կլինեն։ Մենք պարբերաբար նաև երևանցիներին պետք է տեղեկացնենք մեր կառուցապատողների պարտաճանաչության մասով, այս առումով, եւ պարբերաբար հնչեցնենք այն կառուցապատողների անունները, որոնք որ չարամտորեն շարունակում են ցանցերի տեղադրումից խուսափել, եւ ես վստահ եմ, որ իրենք շատ երկար կսկսեն մտածել։ Անհատապես բոլորի անունները մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի մարդիկ իմանան ումից են տուն գնում եւ ինչ պատասխանատվության ընկերություններ են դրանք։ Ինչ պատասխանատվություն ունեն իրենց քաղաքի նկատմամբ։ Նուբարաշենի աղբատեղիում կողմնակի անձանց մուտքը արդեն արգելված է արգելափակոցներով։ Այնտեղ բռնկված նախորդ հրդեհից հետո, երբ քաղաքապետը կասկած էր հայտնել, որ հրդեհը միտումնավոր է արվել, հանձնարարել էր աղբավայրի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Լուսավորության ցանց է անցկացվել, շուտով նաև տեսախցիկներ կլինեն։ Աղբավայրում կատարված մյուս աշխատանքների մասին նույնպես զեկուցվեց։ Իրականացվել են տարածքի տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրման աշխատանքներ, իրականացվել են հողային շերտով ծածկման աշխատանքներ, ողջ տարածքում ապահովել է տեխնիկայի համար հասանելիություն, տարածքում առանձնացվել է շուրջ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա իրականացվել է հարթակի կառուցում։ 5000 քառակուսի մետր տարածքի վրա իրականացվել են տարածքի հարթեցում եւ կոշտ պատվածքով, այսինքն ասֆալտի քերուկով պատում։ Այս ամենը իրականացվել է Երևանի աղբանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքն եւ աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։ Վարչական շրջանների ղեկավարները ներկայացրին շենքերի բակերում, այգիների տարածքներում այս տարի իրականացված ու դեռ շարունակվող բարեկարգման աշխատանքները։ Ավտոտնակների տարբեր շինությունների ապամոնտաժման, ցանկապատված տարածքներն ազատելու արդյունքում է նաև հնարավոր դարձել, որ կառուցվեն խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ֆուտբոլի դաշտեր։ Իրականում այս բազմաթիվ հարյուրավոր բակային վերակառուցումների ավտոտնակների քանդումը ունի մի քանի նպատակ։ Առաջին նպատակը իհարկե բակային միջավայրի վերականգնումն է, կանաչ տարածքների ավելացումն է եւ բացի խաղահրապարակներից նաև շատ կարևոր են ֆուտբոլի դաշտերը։ Վերջերս երևի թե բոլորս տեսանք Հայաստանի հավաքականի ցավալի պարտությունը Պորտուգալիայի հավաքականից եւ ես վստահ եմ, որ մեր ֆուտբոլը առհասարակ նույնիսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլը պետք է սկսի բակերից։ Ամեն բակում կառուցված ֆուտբոլի դաշտը պոտենցիալ մեր հավաքականի նոր ֆուտբոլիստի ապագան է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում խելացի սարքավորումների, այդ թվում հեռախոսների գործածումը դասերի ժամանակ սահմանափակելու վերաբերյալ զեկուցվեց։ Ծրագիրն առաջարկվել է հանրակրթական բոլոր հաստատություններին, նաև հանձնարարվել տեղերում ապահովել ծրագրի կիրարկման համար անհրաժեշտ հիմքերը, տեղայնացնել մեխանիզմները, զուգահեռաբար նաև իրազեկել աշակերտներին ու ծնողներին։ Դպրոցներից ստացված տեղեկատվության հիման վրա արձանագրվել է, որ Երևանի ենթակայության 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցների ներքին կարգապահական կանոններում։ 8 դպրոցներում մշակվել է փաստաթուղթը, որը կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը առաջիկա նիստերի շրջանակում։ Քաղաքապետը նախաձեռնությունը կարևոր է համարում հղում անում միջազգային հետազոտություններին, որոնց համաձայն խելացի սարքավորումների սահմանափակումները էականորեն դրական ազդեցություն են թողնում ուսուցման արդյունավետության վրա։ Որոշ ժամանակ հետո քաղաքապետարանը կիրականացնի սեփական հետազոտությունը, թվային ցուցանիշներով պարզելու, թե ինչ արդյունքներ կան Երևանի դպրոցներում։ Աննա Զախարյան, լուրեր։